Ողջունում եմ ուժեղ լոռեցիներին։ Ինձ թվում է, դուք պատկերացնում եք ինձ համար ինչքան հաճելի է, երբ իմ հայրենակիցները հյուր են եկել ինձ։ Ես շատ ուրախ եմ, որ դուք իմ կողքին եք, մեր կուսակցության կողքին եք։ Վստահ եմ, դա անում եք հենց առաջի օրից, ինչի համար բոլորիցդ շատ շնորհակալ եմ։ Դուք գիտեք, որ մեր լոռին աշխարհի ամենասիրուն, ամենագեղեցիկ, ամենալավ տեղն է ապրելու համար, չէ՞։ Բայց այս տարիների ընթացքում լուրջ աչքատող արած ես նայեցի մեր թվերը, ինչքան հայաթափվել է լոռին վերջին տարիներին, դա իրոք շատ մտահոգիչ է, դրա համար մենք ձեզ հետ լուրջ աշխատանք ունենք անելու, ունենալով այդպիսի բնական աշխարհ, մարդիկ ուշադիր չեն աճելու, զարգանալու համար։ Դուք ինձ թվում է չեք կասկածում, որ լոռին լինելու է իմ ուշադրության կենտրոնում։ Մենք շատ քիչ ժամանակ ունենք ձեզ հետ, լոռին դարձնենք աշխարհի մասշտաբով լավագույն տուրիստական կենտրոններից մեկը, իսկ Վանաձորը դարձնենք նաև արդյունաբերական կենտրոն։ Այս ցուցանիշները, որ մենք հայտարարում ենք, հիմնական պատճառը դա նորից էլի մենք կարող է ամեն օր ենք կրկնվում այս բառերը, բայց դա ճիշտ է կրկնվելը, դա աշխատանքի եւ աշխատատեղերի պակասն է։ Մարդիկ, ու այդ հիմնականում ինձ թվում է վերաբերվում է իմ հայրենի Տաշիրի շրջանին, որովհետև բնակության երևի կեսից ավելին խոպաներում են, բայց ընդհանրապես այդ հարցը ամբողջ հանրապետությունում իրոք օրհասական է։ Կարող ենք ամեն ինչ անենք, ասֆալտ անենք, դպրոց սարքենք, ամեն ինչ անենք, բայց եթե մարդ չեղավ ապրող, հիմա իմ ասածները փորձում են կոնտեքստից հանեն, տարբեր ձևի ներկայացնեն, որ ես դեմ եմ դպրոցաշինությանը, բայց իմ խոսքը վերաբերվել է, եթե այդ գյուղերում մարդ չի ապրում, իրենք ասֆալտ են տանում այդ գյուղերը եւ դպրոց են սարքում, դա ընդամենը մեկ նպատակ ունի։ Են իրենց գռդոնը անում են բոլոր դեպքերում։ Ու ինչի թվում թե մեր շրջանները այդպիսի լուրջ խնդրեմ ունեն, որովհետեւ սահմանամերձ շրջաներ մենք չունենք, պետք էր ավելի լավ վիճակ լիներ, բայց ցավոք այդ վիճակը չունենք, այսինքն այս մարդիկ համակարգային վնաս են տվել մեր պետությանը։ Եթե լոռին ունենալով ամեն ինչ ունի այդպիսի անկում, ես չեմ պատկերացնում հենց հասանք Գյումրի, ինչ պատկեր ենք այնտեղ տեսնելու, որովհետև գոնե այստեղ ապրելը նույնիսկ հաճույք է լոռիում ապրել։ Վանաձորի բնությունը, Ալավերդի բնությունը, Ստեփանավանի բնությունը, մի քիչ Սպիտակն ու Տաշիրը այդ հարցում մի քիչ տուժված ենք, բայց գոնե 3 շրջանները կարող են պարսենալ իր բնական աշխարհով, որը կարող է իրոք զարգացնել մեր շրջանները, չնայած թե Սպիտակում, թե Տաշիրում գյուղական վայրերը նույնպես ունեն շատ լավ բնություն, բայց քաղաքները այդքան լավ չեն, ինձ թվում է։ Բայց բացի տուրիզմից մենք շատ լուրջ նայում ենք, ուսումնասիրում ենք Վանաձորի
կորցրած արտադրական պոտենցիալները վերականգնելու համար։ Գլխավորը մենք պետք է ապահովենք աշխատատեղեր։ Գլխավորը կանանց համար պետք է ապահովենք աշխատատեղեր, որովհետև տղամարդիկ մի կերպ գլուխները կպահեն, աշխատանք գտնեն, լավ աշխատանք, վատ աշխատանք, լավ վարձատրվող, վատ վարձատրվող, բայց կանանց համար դա դուք էլ գիտեք լուրջ պրոբլեմ է, այդ խնդիրը Տաշիրում մենք ամբողջությամբ լուծել ենք, Վանաձորում էլ պետք է մեծացնենք, ուժեղացնենք, բայց գլխավորը մենք ունենք ձեզ հետ շատ լավ զարգացման պոտենցիալ, քանի որ շատ մոտ ենք կանգնած թե Վրաստանին, թե Ռուսաստանի ճանապարհին, այսինքն մեր շրջաները, ինչ արտադրեն, ավելի արագ կհասցնենք տեղ, քան ասենք Սյունիքից կամ մյուս շրջաներից։ Այդ առավելությունը իրոք մենք ունենք, բայց այդ առավելությունը ցավոք սրտի ոչ ոք չի օգտագործել։ Մենք ձեզ հետ պետք է օգտագործենք։ Այսօր, որպեսզի մեզ մոտ ստացվի լավ հանդիպում, հետաքրքիր հանդիպում, ես կուզենայի ձեզանից լսեի մեր շրջաների գլխավոր պրոբլեմները, ու Տաշիրինը ես գիտեմ, Տաշիրցի կարող են նույնիսկ մի քիչ պասիվ լինել, եթե կան։ Մնացածը ինձ շատ է հետաքրքիր, ինչ հարցեր, ինչ խնդիրներ կա, որ մենք արագ փորձենք դրանց լուծում տալ, իհարկե ձեր օգնությամբ ճիշտ ընտրություն կատարելուց հետո մի երկու բառ ասեմ ընտրության մասով, լոռի ընտրությունները ինձ համար ոչ թե թվեր են, այլ էմոցիաներ։ Դրա համար դուք տրամադրվեք դրան, մենք լոռիում ունենալու ենք լուրջ հաղթանակ, բացարձակ հաղթանակ, ջախջախիչ հաղթանակ, որ ցույց տանք, որ լոռվա ժողովուրդը, լոռվա տղեկը, ես դուք երևի հիշում եք, որ ասի Փաշինյանը, եթե մտքին կա հայտարարի 10-րդ հանրապետությունը, թող մտածի, որ լոռին մենք ոչ մեկի չենք տալու։ Լոռի համար մենք պայքարելու ենք։ Բայց իրոք այսօր ես ուզում եմ անկեղծ բոլոր մտահոգող հարցերը բարձրացնեք, մենք այդ հարցերին լուծում տալու ենք, բոլոր դեպքերում տալու ենք, բայց ճիշտ կլինի, որ պետության հնարավորությունները մեզ օգնեն։ Իսկ դա հնարավոր է միայն, եթե 20-25 օր մնացել, բոլորս ակտիվ, անկոտրում, ամենակարևորը չվախենակ սրանց վախի մթնոլորտից։ Արդեն իրենք են վախենում իրենց ստեղծած վախի մթնոլորտից, քայլեր են անում, ինչ անում են իրենց վնաս է տալիս։ Դրա համար դուք պինդ եղեք, չարի վերջը կա, մենք ձեզ հետ միասին չարի վերջը տալու ենք։ Ալիևի մարզպետին բարով խերով ճանապարհելու ենք, Ալիևի փչած փուչիկը միասին տրակացնելու ենք ու սկսելու ենք կառուցել շատ լավ երկիր, ոչ մեկը չկասկածեք, դրա ձևը մենք գիտենք, դրա համար հանգիստ կարող եք պայքարել։ Ես երբ որ Ռուսաստանում եմ, ասում եմ ես հայաստանցի եմ, հայ եմ։ Երբ Հայաստանում եմ, մենք ասում ենք մենք լոռեցի ենք։ Երբ լոռիում ենք, ասում ենք մենք տաշիրեցի ենք, այսինքն մեր հայրենիքը գնում է դեպի մեր տուն։ Գիտեք, որ մեր այս ամբողջ պայքարը հայրենիքի համար է, դրա համար պայքարելու ենք, հաղթելու ենք, մի վայրկյան չկասկածեք, բայց դրա համար ձեզանից ակտիվություն է պետք, չհանգստանաք,
որովհետև մեր հակառակորդները շատ նենգ են, գիտեք ինչ են անում, բայց մենք չենք վախենում, դուք էլ չվախենաք։ Հիմա ցանկանայի պատասխանել ձեր հարցերին։ Հարցս վերաբերում է մեր հայրենիքի անվտանգությանը։ Վերջերս իշխանությունը մի այսպիսի կեղծ օրակարգ առաջ բերեց, որ եթե ազգաբնակչությունը չընտրի իշխանական թևին, նրանք չվերընտրվեն, լինելու է պատերազմ, սկսվելու է պատերազմ, մինչև անգամ այդ թվացյալ պատերազմի ամիսը նշեցին։ Ձեր կարծիքը այդ թեզի, վտանգավոր թեզի կապակցությամբ։ Այդ հարցին ես արդեն պատասխանել եմ, սեպտեմբերին չի լինելու պատերազմ, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինելու։ Հնալիևը զարթնում է, մի հատ փռշտում է, էսի վախենում է։ 3 անգամ արդեն լավ ծեծել է, աչքը վախեցրել է, երբ ուզում է մի հատ հայտարարություն անում, մեր ղեկավարը վազելով թմբուկ է նվագում, փոխանակ մի հատ տղամարդկությունը հավաքի, մի հատ պատասխանի։ Դրա համար էլ ծեծում են, դրա համար էլ պատերազմ են, դրա համար աչքները դնում են Սյունիքի վրա, դրա համար ուզում են 300,000 ադրբեջանցիներին բերեն լցնեն Հայաստան։ Դրա համար մենք ասում ենք ոչ, չի լինելու դա։ Ձեր ծեծված ղեկավարը գնալու է տուն, նորմալ մարդկանցով մենք ձգելու ենք մեր մեջքերը, մենք չենք վախենալու, ոչ մեկից չենք վախենալու, մենք ճիշտ հարաբերություններ ենք ստեղծելու մեր դաշնակիցների հետ, ովքեր մեր կողքին են լինելու, ցանկացած վտանգից մեր կողքին են լինելու։ Դրա համար դուք հանգիստ եղեք, մենք կարող ենք ծեծվել միայն Փաշինյանի դեպքում, ուրիշ տարբերակ չկա։ Հենց մենք հաղթեցինք, նույն օրը դուք կզգաք, բոլորի ախորժակները ընկնելու է իրանց տեղը, դեռ մենք ոչինչ չենք անելու դրա համար, որտեղ բոլորն էլ գիտեն, որ մենք ծեծվող չենք։ Մենք Լոռի մարզով, Վանաձորով վստահում ենք ձեզ, առաջնորդեք մեզ։ Շատ շնորհակալություն։ Ես ասեցի, Լոռու մարզի հաղթանակը ինձ համար շատ կարևոր է։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Անչափ երջանիկ եմ։ 10 ամիսների մեր տառապանքից հետո ձեզ հետ միասին 10 ամիս տառապել ենք։ Դուք մեր լեգենդն եք, ազգային լեգենդը, ազգային հպարտությունը, ամբողջ աշխարհում ճանաչված մարդ եւ այն մարդիկ, ովքեր որ ձեր ոտքի տակի փոշին չարժեն, այդպիսի մարդիկ ուզեցել են ցավ պատճառել ոչ միայն ձեզ, այլև մեզ, ամբողջ հայ ժողովրդին։ Ես ձեզ նվիրեցի Վանաձորից բերած յասամաններ, բայց տիկին էթերին չկար, ասեցիք իրան կտակ, բայց չկա։ Էսա գալիս է։ Ես ձեզ հանձնե։ Շնորհակալ եմ անչափ պարոն Կարապետյան։ Մի ամեն օր ինձանից ծաղիկ է ուզելու։ Անչափ երջանիկ եմ ձեզնից։ Շատ շնորհակալություն Մայք ջան, շատ զգացված եմ, շատ ուրախ եմ հուզիչ խոսքերի համար, իրոք ես ասեցի, հենց առաջ օրից ես զգում էի, որ մեր մարզը իմ կողքին է, հենց առաջ օրից դա զգացվում էր, դրա համար ես դա երբեք չեմ մոռանա։ Պարոն Կարապետյան, Թումանյան համայնքից եմ, Լոռու մարզի, փոքր քաղաք է, արդյունաբերական, հող չունենք ընդհանրապես, գործարանները փակվել են, իմ ժողովրդի խնդրանքը, որ մեր արդյունաբերությունը զարգացնենք։ Դա մեր ծրագրի մեջ կա, հիշում եք 300,000 աշխատատեղ, դրա մեջ մտնելու է անպայման վերականգնել բոլոր, փորձելու ենք բոլոր արդյունաբերական հզորությունները, որը գոյություն ուներ, հիմա գոյություն չունի, բայց այս իշխանությունները մտան քաջարանում սկսեցին իրենց գրդոնը անել, էլ իրենց հետաքրքիր չէր
հարցեր լուծելը, որովհետև հիմա ինչ կա, իրենց շատ է ձեռնտու։ Նրանք լավ տեղավորվել են քաջարանում, Թեղուտում, իրենց հարցերը լուծում են, դրա համար ոչ մեկի հետաքրքիր չի, որ նորից մենք վերամշակենք հողը, ստանանք պղինձ, պղինձից է նորից ստանանք, մենք հիմա պղինձը առնում, չգիտեմ որտեղից բերում ենք, որ Տաշիրի մեր ստեղծած կաբելի գործարանը աշխատի։ Երբ որ մենք 100,000 տոննա պղինձ տանում ենք Չինաստան ենք տալիս։ Պատկերացնում եք ինչ ծախսեր ենք անում, էֆեկտիվությունը լրիվ գցում ենք, մենք էլ գնում ենք ուրիշ տեղից պղինձ ենք բերում։ Ընդամենը մեկ գործարան է պետք, որ վերամշակի ամբողջ Հայաստանի կոնցենտրատը։ Մենք նույնիսկ նախագծերի մասով ահագին առաջ են գնացել, դա կլինի մեր ամենաարագ գործը, որ մենք կանենք։ Բացի դրանից մենք նայելու ենք ինչի հնարավորություն կա, վերականգնելու ենք գործարանները։ Պետք է նայենք ինչն է ձեռնտու Հայաստանին։ Մենք շատ մեծ ակցենտ դնելու ենք լորվա բնության վրա, տուրիզմը շատ արագ է զարգանում, շատ արագ, ու փորձելու ենք սկսենք սկզբից մարդկանց աշխատատեղերով ապահովենք, որ չթողեն գնան, մենք որ սովորում ենք դպրոցում, 750 երեխա ենք սովորում, հիմա մնացել ընդամենը 130 երեխա, դուք պատկերացնում եք ինչ կան անկում կա, բայց մեր գյուղը գոնե հաջողված գյուղ է, ահագին հարցեր մենք գյուղի համար լուծել ենք։ Ես պատկերացնում եմ այն գյուղերի վիճակը, որտեղ բացի ասֆալտից ոչ մի հարց լուծած չի։ Ասֆալտը տանում են գյուղեր, բայց այդ գյուղերում մարդ չի ապրում։ Ես դրա մասին եմ ասել։ Իմաստը որն է, տանում եք դպրոց եք սարքում մի գյուղում, 240 հատ դպրոց փակում են, մի 30 հատ սարքել են ու ուրախանում են։ Հիմի մի գյուղում սարքում են, 4 գյուղում փակում։ Մեր մոտ։ Այսինքն այդ գյուղում էլ երեխա չի ծնվել, այդ 4 գյուղ։ Բա այդ է, մենք դրա համար գնում ենք հիմնական հարցը լուծելու առաջի հերթին, դրա համար նայել եք, չեք նայել, Մելոյան Գոհարը, եթե պետք է մի հատ էլ ներկայացնի, նայել եք։ Դա լինելու է մեր պետության գլխավոր ծրագիրը, դա այդ ծրագրի առաջի մասն էր։ Այդ ծրագիրը լինելու է շարունակական, մենք այնպես ենք անելու, որ ունենանք բնական աճ։ Պատկերացնում եք, բնական աճը ծնվողների եւ մահացողների տարբերությունն է։ Ես հասկանում եմ իշխանության ցանկությունները։ Իրենք պլան ունեն դրած, սկզբից սահմանամերձ գյուղերն են հայատապում ադրբեջանցիներին լցնելու համար, բայց հենց մենք ապրել ենք ադրբեջանցիների հետ, կոնկրետ Տաշիրում մենք ունեինք ադրբեջանցիների գյուղեր, մի 6-7 հատ։ Դուք գիտեք իրենք ինչ արագությամբ բազմանում են։ Դեռ նախկինում սովետական ժամանակ այդ նպատակը այդքան ագրեսիվ չի եղել։ Հիմա դա լինելու է շատ ագրեսիվ։ Իրենց պետք է շատ արագ Թուրքիան միացնեն Ադրբեջանին։ Դրա համար ասում են խաղաղությունը գիտեմ, որ այս հարցով ավելի արագ են միացնելու առանց զոհերի։ Բերելու են, լցնելու են ադրբեջանցիներին մեր երկիր, հետո էլ մի հատ ռեֆերենդում կանեն, որ մենք 3 բարեկամ երկրներ ենք, միանանք իրար պրծնենք։ Սրա մասին է խոսքը։ Վտանգը ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք, կամ դուք պատկերացնում եք։ Այս նվաստացած վիճակը մենք մի օր պետք է կանգնեցնենք, այսինքն հունիսի 7-ին պետք է կանգնեցնենք, փոխենք, ժողովուրդ ջան, փոխենք։ Ես իմ շատ լավ կյանքը փոխում եմ սրա հետ։ Ինձ հավատացեք, իմ կյանքում սա վերջի բանն էր, որ ես կուզեի իմ ընտանիքի համար։ Բայց երբ մենք արդեն պատերազմ ենք հայտարարում մեր եկեղեցու դեմ, այսինքն ինչի մասին ենք խոսում։ Դրա համար պայքարելու ենք, լոռեցիներով ավելի ուժեղ ենք պայքարելու, որտեղ մեզ համար մեր լոռին շատ թանկ է։
Նորից բարև ձեզ։ Ես 100%-ով համոզված եմ, որ դուք ընտրվել եք արդեն։ Իմ մեջ դա կա։ Գիտեմ, իմ միակ խնդրանքը, գիտեմ, որ արդեն դուք մեր վարչապետն եք, սպիտակին աշխատող չանեք։ Շատ շնորհակալություն։ Համոզված եղեք, որ մենք Դուք ձեր վստահ եղեք, կողքն ենք։ Հայաստանում չի լինի շրջան, որ մենք աչքատող անենք, առավել եւս սպիտակի շրջանը, ամենատուժված շրջանը, ես դուք կարողա չգիտեք, բայց երկրաշարժի ժամանակ նստած եմ եղել սպիտակեն Ռասիա ճանապարհի վրա ռեստորանում, ես ամեն ինչ տեսել եմ երկրաշարժի օրը, ճիշտ է, մենք չենք հասկացել ինչ կատարվեց, հասանք Կիրովական, նոր հասկացանք, մարդիկ, որ վազվզում գորգորոցներով, հասկացանք, որ սա երկրաշարժ էր։ Ես ամեն ինչ տեսել եմ, ես գիտեմ սպիտակի արտադրական պոտենցիալների մասին, ես ամեն ինչ գիտեմ, դա համատարած պրոբլեմ է, որովհետև մեր երկրում չի եղել մարդ, ով մտածել եւ կարողացել է ստեղծել ռեալ աշխատատեղեր։ Մենք սկսում ենք դրանից, մենք էլ կարող ենք հայտարարել 1 միլիոն դպրոց, 800 միլիոն կիլոմետր ասֆալտ, դա ամենահեշտ գործն է։ Երբ որ դու գնում ես մարդկանցից, հիմա դուք գիտեք, կարող է գնալ ձեր հարևանից փող վերցնել, ծախսել ու ուրախանալ։ Բայց մի օր, որ հարևանը եկավ փողը հետ ուզեց, չեք ունենալու, պրոբլեմները սկսվում են, չէ, հարևաների մեջ։ Նույնն էլ մեր վիճակն է, մեր երկրի վիճակն է։ Ամբողջ տնտեսությունը կառուցված է պարտքերի վրա։ Ու ամենավտանգավորը ինչն է, որ դրան ժամանակ է պետք, որպեսզի մենք կարողանանք տնտեսությունը ու բյուջեն կտրենք պարտքերից։ Դա շատ հեշտ բան չի լինելու, որ մենք եկանք 1-2 տարում, դա հնարավոր չի լինելու, որովհետև արդեն կառուցված է ամբողջ տնտեսությունը պարտքերի վրա։ Մենք աղքատ երկիր ենք, մենք պարտքերով ապրող երկիր ենք։ 8 տարում ես ասում եմ, գոնե մեկ հիմնարկ, բացի մեր կառուցած, մենք մի 8-10 հատ կառուցել ենք, բացի մեզնից, կարան ցույց տան մեկ հիմնարկ, որտեղ 200 մարդ աշխատում է։ Իրենք զարմանում են, երբ ասում ենք, որ այո, պետք է առաջ հերթին ստեղծվի աշխատատեղ, մեր երկիրը ուրիշ պրոբլեմ ունի, մեր երկիրը հայաթափման պրոբլեմ ունի։ Ասֆալտը 3 տարի են էլ գիտեք իրանց արած որակը, ամենաշատը 3 տարի, փողը կերան պրծան, փող ուտելուց էլ շատ լավ են սրանք։ Անցյալ տարի սպիտակում կներեք, սպիտակում ասֆալտ են արել, անցյալ տարի, այսօր արդեն քանդում են։ Դե ես դրա համար 3 տարի, ես հələ շատ եմ ասում, ես գիտեմ շատ տեղեր են, Փողի վրա։ ես ավելի շատ եմ ասում, 3 տարի, 4 տարի թող դիմանա։ Աշխատատեղը տասնյակ տարիներ մարդկանց բարիք է ստեղծելու, ես դեմ չեմ վարկեր վերցնելուն, բայց վարկը վերցնում են, խելացի են ծախսում, որ ինչ-որ բան վերարտադրվի, ինչ-որ հավելյալ արժեք ստեղծվի։ Երկիրը ապրում է միայն պարտքերով։ Իրենք ամեն ինչ անում են, բայց հետ վերադարձի մասին չեն մտածում։ Վաղը կրվելու են գնան, նոր իշխանությունը պետք է դրա մասին մտածի։ Իրենք գիտեն, որ իրենք շատ ժամանակավոր եկել են, հունիսի 7-ին գնալու են, բայց 15 միլիարդը արդեն բարձեցին մեր բյուջեի վրա։ Դրա համար մեկ օր շուտ ազատվենք այս իշխանությունից, ճանապարհենք թմբուկ նվագելու, հիմա կարող են ավելի լավ խումբ, դե պերաշկին ոչինչ, սովածա ուտում են։ Սոված մարդը ամեն ինչ ուտում է, դրա համար համարենք, որ դա նորմալ է։
Բայց պետության ղեկավարը տարբերությունը, որ ամբողջ աշխարհի առաջ դա ցույց պիտի տա, Կուկուրուզա կարծում։ հա, ու աշխարհին ցույց չտա, որ այսպիսի ազգել է լինում, որ ղեկավարը տո կուկուրուզա կարծում, տո պերաշկի է ուտում, բայց համարենք, որ դա սոված էր կերավ։ Համենայն դեպս մենք դրանից այդքան վնաս չունեցանք, մի քիչ էլ գոնե միշտ կծիծաղենք այդ բաների վրա, բայց իրենց արած քայլերը մեր պետության դեմ շատ վտանգավոր են։ Ես միայն չեմ հասկանում, դա անում են հասկանալով, թե չհասկանալով, ուրիշ բան չեն կարողանում անել, որովհետև այսպիսի քայլեր նույնիսկ թշնամին չի անի մեր երկրի հանդեպ, ինչ իրենք են անում։ Ամբողջ երկիրը բևեռացրել, մարդիկ հայոյախառն ու երևի ով ինտերնետի մեջ տեսնում է ինչ է կատարվում։ Մեր գլխավոր նպատակը, առաջին նպատակը լինելու է համախմբել մեր ժողովրդին։ Ու ես վստահ եմ, բացի մեզանից, դա ոչ ոք չի կարողանալու անել։ Մեր ժողովրդին, մեր սփյուռքին հիշեցնել, որ իրենք ունեն տուն, օգտագործենք մեր սփյուռքի պոտենցիալը, հնարավորությունները, բռնեցին, գիծ քաշեցին, մեզ սփյուռք պետք չի, հանկարծ ոտքերդ Հայաստան չդնեք, մենք 10 միլիոնանոց ազգ ենք։ Հայաստանում ապրում են 3 միլիոնից քիչ մարդիկ, 7 միլիոնը կտրված է իր հողից, մենք դա էլ ենք շատ արագ հետ բերելու, Հայաստանը պետք է դառնա բոլոր հայերի տունը, այսինքն մենք թշնամություն չենք անելու ոչ մեկ հետ, բոլորը մեր ժողովուրդն են, ինչ որ մասը մոլորված են, ինչ որ մասը խաբված են, ինչ որ մասը վախեցած են, հասկանում եմ, բայց մենք իրավունք չունենք դրա վրա ուշադրություն դարձնենք, մենք պետք է մեր երկիրը սարքենք ամբողջ հայության տունը, օգտագործենք բոլորի պոտենցիալը, որ երկիր ունենանք, զարգացնենք երկիրը, կարող ենք ամեն օր սիրուն բառեր, ի հեճուկս են օգտագործենք, բայց երկրին զարգացում է պետք, աղքատությունը վերացնենք, դուք պատկերացնում եք ամեն երկրորդ մարդը հացի խնդիր ունի, իրենց երեխաները սոված են քնում, դրա համար մենք առաջի հերթին հատուկ ծրագրեր ենք անում աղքատությունը վերացնելու, աշխատատեղերն էլ է դրա համար, որ աղքատությունը արագ վերացնենք, ծայրահեղ աղքատությունը մենք որոշել ենք չնայենք աշխատանք կա չկա, դա պետք է շատ արագ, 6 ամսվա ընթացքում ամենաշատը, մենք ծայրահեղ աղքատ ապրող մարդ Հայաստանում չպետք է ունենանք, դա ուղղակի մեր պատվի հարցն է, որ մարդը հաց առնելու փող չունի, ու դա հասնում է մոտ 20%, Մենք ձեր կողքին ենք, ասված ես պահապան, բայց ես ուզում եմ, որ դուք շատ պինդ լինեք իմ կողքին, լոռեցու նման լինեք, ու ոչ միայն միջև ընտրություն, հետո էլ ենք իրար հետ գործանանք։ Մեր կեսը շատ ներողություն մշիցյա, պինդ ենք։ Դե պինդ եղեք։ Պարոն Կարապետյան, եթե թույլ տաք հրավիրենք Նարինե Կրոյանին, արձակագիր գրող, տնտեսագիտության թեկնածու մի փոքր Շատ ուրախ հիշանվերումի։ կլինեմ։ Շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ։ Եթե այսօր մտնեք որևէ գրախանութ Հայաստանում գտնվող եւ ասեք թուրքական գրականություն եմ ուզում, ձեզ ցույց կտամ բավականին ստվար մի հատված, որտեղ թուրքական գրականությունն է, հենց Թուրքիայի գրականությունը։ Թուրքական պետությունը ինքը կոնկրետ սուբսիդավորման քաղաքականություն է վարում եւ նաեւ գրանտային քաղաքականություն, կոնկրետ շատ մեծ դրամաշնորհներ է տալիս տարբեր պետությունների հրատարակիչներին, դրանով խրախուսելով իր գրականության եւ ընդհանրապես արվեստի տարածում ամբողջ աշխարհում։ Այդ ոլորտում ձեր անելիքները, եթե Ես ասեմ, մենք շատ լուրջ անելիքներ ունենք,
առաջերտին ուզում եմ ասեմ, որ դրանով ես անձամբ եմ զբաղվելու։ Կապ չունի ով ինչ նախարար կլինի, չի լինի, բայց դրանով անձամբ զբաղվելու եմ։ Առաջերտին դա ինձ շատ հոգեարազատ է։ Երկրորդը ես մեր երկրի զարգացման պոտենցիալի մեջ մեր մշակույթը եւ մշակույթային օբյեկտները դնում եմ առաջի տեղ։ Քանի որ դուք գիտեք, մենք ծով չունենք, որ կարողանանք աշխարհին գրավենք, բերենք Հայաստան։ Մենք ունենք շատ լավ մշակույթ, մշակութային օբյեկտներ։ Դրա համար կարող եմ նույնիսկ գաղտնիք բացել, դրա մասին չենք խոսել։ Մենք շատ հետաքրքիր նախարարություն ենք ունենալու։ Առաջ երթին սկսվելու է մշակույթի, սփյուռքի եւ туриզմի նախարարություն։ Բացատրեմ ինչի համար ենք դա անում։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բոլոր մշակութային օբյեկտները։ Հիմա բոլորը սուբսիդավորվում են, մենք դարձնելու ենք լավ փողաշխատող հիմնարկներ։ Մենք ամբողջ աշխարհին հիշեցնելու ենք, որ քրիստոնյա աշխարհի կենտրոնը Հայաստանն է։ Բացարձակ պետական քաղաքականություն չի տարվել, որպեսզի մենք դրանից կարողանանք օգտվենք։ Դուք տեսնում եք Սաուդյան Արաբիան իրենց երկիրը սարքել է ամբողջ մուսուլմանների կենտրոնը։ Առաջի հերթին, որպեսզի մենք չկորցնենք մեր մշակույթի մեջ աշխատող մարդկանց, եթե մեր ծրագիրը նայել եք, մանկավարժներին եւ մշակույթի աշխատող մարդկանց աշխատավարձերը խոստացել ենք 5 տարում 150%-ով բարձրացնել։ Ու դա անելու ենք ոչ թե 5-րդ տարին, համամասնորեն ամեն տարի բարձրացնելու ենք մինչև չդառնա 150%։ Իսկ եթե մենք կարողացանք այդ ժամանակահատվածում անենք ինչը որ պլանավորել ենք, դա ավտոմատ շատ անգամներ է բարձրանալու։ Մենք մեր մշակույթը պետք է բարձրացնենք, որովհետև սրանք ոչնչացրել են մեր էլիտային։ Դուք տեսնում եք, այսքան խնդիրներ ունի երկիրը։ Մեր մշակույթի գործիչները վախեցած, ես վստահ եմ, որ բոլորն են դեմ սրանց, բայց մի հատ ձայն հանող չկա։ Բայց մշակույթի աշխատողները առաջին շարքերում միշտ պետք է լինեն։ Ընդդիմադիր առաջի շարքերում ցանկացած իշխանության, եթե մենք էլ վաղը վատ բան կանենք, առաջին շարքերում պետք է լինեն ուսուցիչները, մշակույթի այսինքն երկրի էլիտան։ Դրա համար մենք ասում ենք, մենք հաղթելու ենք վախը։ Մենք փոփոխություն ենք բերելու։ Մենք համախմբելու ենք մեր ժողովրդին։ Այդ դրա համար ենք ասում։ Մենք միջև այս քայլերը չանենք, մեր հայտարարած ուժեղ Հայաստանը չի լինելու, բայց մեր գեր նպատակը ունենալ ուժեղ Հայաստան։ Չկասկածեք, դա լինելու է առաջին որոշումը, անձամբ եմ ամեն ինչը կազմակերպելու, անձամբ եմ հետևելու, որովհետև ես վստահ եմ, որ ինձանից բացի չկա այդպիսի հայ մարդ, ով կարողանա սփյուռքը համախմբել Հայաստանի շուրջ։ Դրա համար այդ նախարարությունը ես համարելու եմ իմ գլխավոր ուժը։ Նախ մինչև հարցիս անդրադառնալը ուզում եմ շնորհակալական խոսք ասեմ ձեզ, ձեր որդեգրած արժեքների, սկզբունքների համար։ Բոլորս գիտակցում ենք, համենայն դեպս խելամիտ մասան, որ դուք բացառիկ անձնավորություն եք ու մեր այս դժվարին իրավիճակում ստանձնելով այս դերը, հավատացնում եմ ձեր բացառիկությունն ու ավելի է հարյուրապատկվում, հազարապատկվում։ Հիմա հարցը համացանցում սոցհարթակներում բդդվում են տեսահոլովակներ ու նաև արդեն հանրության մեջ շրջանառվում են լուրեր, որ ուժեղ Հայաստան դաշինքի հաղթանակի գրանցման դեպքում
դուք Ռուսաստանի Դաշնություն եք ուղարկելու 300,000 զինվոր եւ մեր մարտիկները պայքարելու են Ուկրաինայի դեմ մղվող պատերազմում։ Իհարկե ես դա ամբողջապես հասկանում եմ, կեղծիք է, ապատեղեկատվություն է, ուղղակի առաջին մարդու շուրթերից կուզենայի, որ այդ նյութի մասին խոսք ասեք։ Դուք վստահ եղեք, մեկ մարդ չի գնալու ուրիշ երկրներում կռվելու համար։ Մեր մարդիկ ծառայելու են մեր ուժեղ, կահավորված, ճիշտ տեխնիկայով բանակում, ինչ այս մարդիկ քանդեցին հիմնահատակ։ Դուք մի մտածեք, մեր երիտասարդները շատ լավ են իրենց զգալու բանակում, իսկական ճիշտ ծառայություն է լինելու, ոչ թե սրանց կազմակերպած ծառայությունը, ինչպես ժողովրդին են նվաստացնում, այդպես էլ մեր զինվորներին։ Մեզ համար շատ կարևոր է լինելու այդ հարցը, արդեն մեր դեմ պայքարելու էլ ոչ մի ձև չի մնացել, միայն ստեր տարածելով, դե այս ամբողջ իշխանությունը ոտից գլուխ սուտը, ստերի վրա եկավ իշխանության, ստերով կերակրեց ժողովրդին 8 տարի, հիմա էլ իրենց ստերով նորից փորձում է կերակրել, բայց ես վստահ եմ, լոռեցիները դրան չեն հավատում, չեն հավատալու եւ ճիշտ իրենց ճակատներին տալու են իրենց ստերը հունիսի 7-ին։ Շնորհակալություն շատ։ Մեր ցույցեր են կապում մեր հաղթանակը ձևավորելու համար ամբողջական։ Այսօրվա ուսուցիչը ամեն ինչ անում է կառավարչական, հաշվետվողական, բացի իր բուն գործից եւ գալիս է մի պահ, որ իներցիայով է արդեն գնում առաջ իր գործը եւ հարցս հետեւյալն է. Կա արդյոք կառավարման համակարգի մեջ նախատեսվող այնպիսի փոփոխություն, որ ուսուցիչը վերադառնա իր հիմնական անելիքին, հիմնական գործին, կրթության եւ դաստիարակության միասնականությանը պիտի կրկնվեմ եւ Հայաստանի Հանրապետության շահերից բխող քաղաքացու դաստիարակությանը, բացի նրանից, որ ինքը գիտելիք կրող է։ Դուք գիտեք, որ ես մանկավարժների ընտանիքից եմ, ամեն ինչ փոքրուց եղել է իմ աչքի առաջ, մենք մեծացել ենք դրանով, դրա համար ես այդ մասնագիտության կարևորությունը շատ լավ հասկանում եմ, միգուցե շատ լավ, դրա համար ես շատ եմ կարևորում, որ մենք պետք է սկսենք մեր երեխաներին դաստիարակել, այսինքն դպրոցը ծնողների հետ զուգահեռ պետք է դաստիարակի երեխաներին։ Լավ մարդիկ մենակ այդպես են ծնվում։ Երբ դպրոցը կտրվում է երեխաներից, այդ երեխաները սկսում են նարկոտիկներ սիրել, որտեղ այդ նարկոտիկների հիմնական մասը սկսվում է դպրոցից։ Երբ դպրոցը կտրվում է երեխաներից, ձեր ասած պրոբլեմներն են սկսում առաջանալ, այսինքն մարդիկ դպրոցը փոխարինում են ուրիշ խնդիրներով, դա մեր գլխավոր խնդիրներից մեկն է լինելու։ Վերլուծությունը, իրավիճակի վերլուծությունը։ Այո, ամենակարևորը մենք առաջին հերթին հասկանալով մանկավարժների կարևորությունը, միանգամից հայտարարում ենք, որ 150%-ով բարձրանալու է աշխատավարձները։ Մինչև մարդիկ արժանապատիվ աշխատավարձ չստանան, դժվար է երիտասարդին ասել գնա մանկավարժական ինստիտուտը սովորի, գնա Տաշիրի Լեռնովիտ գյուղում, չգիտեմ 100,000 դրամով մանկավարժ աշխատի։ Դրա համար մենք հետևողական ենք լինելու առաջին հերթին, պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան թե կրթության, թե մշակույթի աշխատողները, որ մենք կարողանանք լավագույն մարդկանց, լավագույն երիտասարդներին ներգրավենք այդ պրոցեսների մեջ եւ պայքարենք
մինչև մանկավարժը չզգա, որ կարող է իր լավ աշխատավարձը կորցնել, ինքն էլ ուշադիր չի վերաբերվելու։ Բայց դա մենք այնքան պատվավոր գործ ենք նորից դարձնելու, որ բոլորը ցկտելու են։ Փաշինյանն էլ է գնալու մանկավարժ դառնա, Աստված ջանի։ Չէ, բացի դրանից միշտ մեր երկրի խնդրեմը եղել է, որ մեզ թվացել է, թե մենք ամեն ինչ կարող ենք անել ու բոլորից լավ ենք հասկանում։ Դուք տեսաք, մենք նույնիսկ մեր բանակաշինության մեջ հրավիրում ենք աշխարհի լավագույն մասնագետներին, որտեղ ինչ էլ որ ասենք, բոլորը կարող են ինչ-որ ուղղություններ մեզ ցույց տան, բայց համապարփակ լուծում չի լինելու։ Այսինքն մենք միջազգային խոշոր կազմակերպություններին ներգրավելու ենք, մենք ընդհանրապես աշխարհի լավագույն ընկերությունների հետ կնքելու ենք մեր երկրի զարգացման ծրագիրը, դա նախընտրական ծրագիր է, ընտրությունից հետո միանգամից կնքելու ենք ամբողջ զարգացման ծրագիրը, որի մեջ լինելու է թե կրթության զարգացման ծրագիրը, թե բժշկության զարգացման ծրագիրը, թե մշակույթի, թե բանակի, այսինքն մենք ունենալու ենք փաստաթուղթ, ինչը որ ոչ մի անգամ չի արվել մեր երկրի համար։ Բոլոր զարգացող երկրները սկսում են դրանից։ Մինչև մենք չունենանք ընդհանուր ռազմավարություն, ինչը որ ուղղությամբ մեզ տանելու է։ Ալավերդիում պետք է այս ձեռնարկությունը, ուրեմն մենք ստեղծենք այդ ձեռնարկությունը, միգուցե պետք չի Ալավերդիում տանենք, դա նոյեմբերյանում դնենք։ Մանրակրկիտ ուսումնասիրվելու են բոլոր հարցերը, նույն էլ կրթական հարցերը։ Շնորհակալություն։ Ինձ թվում է դուք գոհ եք մնալու։ Պարոն Կարապետյան, բարձրացվելիք հարցս ոչ ավել ոչ պակաս մեր ազգային անվտանգությանն է վերաբերում ու այդքան հարց չի, ինչքան որ խնդրանք ու ձեր ուշադրությունն եմ ուզում գրավեմ դրա մեջ։ Այսօր բոլորիս է հայտնի, որ մեր երեխաները, երիտասարդները, թե մեծերը շատ հանրամատչելի ձևով կարողանում են ձեռք բերել թմրանյութեր, հայտնի ինչ-որ ինտերնետ ալիքների հետ կապված, որի դեմը ոչ մի ձևի չի առնվում։ Ես շատ լավ հասկանում եմ, որ նարկոբիզնեսի դեմը կարող է առնել մի մարդ, որին ոչ փողով կարող են զարմացնել, ոչ թե թշնամիների նոր քանակով։ Ձեզ խնդրանք, ընտրություններից հետո այս հարցին, չգիտեմ, հնարավորինս հիմնահատակ լուծում, որովհետև ահավոր իրավիճակ է տիրում մեր երիտասարդների մեջ, խոսեցիք դպրոցում, դուք արդեն շեշտեցիք նարկոտիկի գոյության համար, վստահ եմ, որ այդ ամեն ինչը, չգիտեմ, ուժեղ տարբեր մարդկանց հովանու ներքո է տիրում ու դուք եք, որ կարող եք այդ հարցի դեմը առնել։ Ես ասեմ, մեր հասարակությունը իրոք դեգրադացված է։ Մեր հասարակությունը, որ հիմա Մելոյան Գոհարին, որ ասեմ, ցույց տա ամուսնալուծությունների քանակը ընդհանրապես հանրապետության մակարդակով նույնիսկ ձեր ֆանտազիան չի երիկելու։ Իսկ դրա գլխավոր պատճառներից մեկը ձեր բարձրացրած խնդիրն է, բայց դրա հետ զուգահեռ մենք ունենք խաղամոլության խնդիրը, որը այս իշխանության գլխավոր շնորհքն էր, որ նվիրեցին մեր երկրին ու մեր ժողովրդին։ Մենք բոլորս վախենում ենք արտաքին վտանգներից, Ալիևը կմտնի այս ճամփով, թե այն ճանապարհով։ Բայց դա 50%-ը չի, ինչը որ ունենք ներսում, ու ինչը որ սրանք ստեղծեցին ներսում։ Խաղամոլություն, թմրամոլություն պետք է լինի մեր պետության գլխավոր թիրախը, պետք է դա հիմնահատակ անենք։ Պարոն Կարապետյան, քանի որ մենք բոլորս համոզված ենք, մեր վարչապետը դուք եք լինելու։ Շատ շնորհակալ եմ, մայրիկ ջան։ Եվ հույսներս ձեզ վրա դնելով հետևյալ հարցն եմ ուզում տամ. ինչ պետք է լինի գերիների եւ անհայտ կորածների վիճակը։ Իմ եղբոր տղան անհայտ կորացա 20 թվականի հոկտեմբերի 10-ից։ Ինքը փոխգնդապետ տղա է։
ունի ընտանիք, երեխաներ, եւ բոլորս այդ տառապանքին էլ չենք դիմանում։ Մայրիկ ջան, գերիների հարցում ես վստահ եմ, որ իրոք միայն մենք մեր ուժը կարող է այդ հարցը լուծել, ամեն ինչ անելու ենք, որ շատ արագ լուծենք այդ հարցը, մենք ամեն ինչ անելու ենք, որ ամենակարճ ժամանակահատվածում մենք այդ հարցերին լուծում տանք։ Մենք չենք կարող նայել այս խայտառակությանը, որը հարևան երկիրը մեր երկրի նկատմամբ կատարում է։ Մենք ազգով ենք թույլ երևում, բայց թույլ են մենակ մեր իշխանությունը, մեր ազգը թույլ չի, դրա համար ամեն ինչ անելու ենք, ամեն ինչ հնարավոր է մեր միջազգային կապերը օգտագործելով, մեր բոլոր հնարավորությունները օգտագործելով, որ եթե կա մեկ հայ իրենց մոտ, իրենք պետք է վերադառնան իրենց տուն։ Մարդիկ պայքարել են մեր պետության համար, ինչ անենք, որ այս թույլ իշխանությունը ջնջեց մեր բոլոր հաջողությունները, ամեն ինչ անելու ենք, հատուկ խումբ ձևավորվելու, որ զբաղվել են միայն այդ հարցերով, ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ բոլոր միջազգային կառույցներում։ Եղավ, շնորհակալություն։ Հարգարժան Սամվել Սարգիսի, նախ շնորհակալություն ձեր թանկ ժամանակը տրամադրելու համար եւ լորվա համով ժողովրդին ընդունելու համար, որպես նախկին չնայած սպորտսմենները նախկին չէ լինում, նախկին սպորտսմեն եւ ֆուտբոլիստ, այս առաջակ ուղղակի կուզենայի լորին դարձնել, քանի որ որտեղ դուք կաք, կա հաջողություն, նաեւ ֆուտբոլի լորվա մարզը համար հատուկ լինելու ուշադրություն, շնորհակալություն։ Լորվա մարզը միշտ ունեցել է լուրջ սպորտսմեններ, կարող եք չկասկածել, մենք ունենալու ենք առաջերտին ոչ միայն Լորվա մարզում, բայց Լորվա մարզում հատուկ ուշադրություն ենք դարձնում եւ Լորի ֆուտբոլի թիմը հաստատ լինելու է, կարող եք չկասկածել։ Չեմ կարող ասեմ, որ միշտ չեմպիոն է լինելու, որովհետեւ Արարատ Արմենիան ինձ համար նույնպես շատ կարևոր է, բայց լավ թիմ ունենալու ենք։ Մեր պարոն Կարապետյանը ես հպարտացել եմ, որ Արցախում Ստեփանակերտում կառուցել է մեծ հիվանդանոց, ինչքան ենք ուրախացել։ Կառուցել է Վանաձորում հիվանդանոց, շատ հիմնարկ ձեռնարկություններ է կառուցել, վերանորոգել, մանկապարտեզներ, դպրոցներ, ամեն ինչ գիտեմ։ Եվ գիտեք ինչ եմ ուզում ասեմ, սիրելի լոռեցիներ, մարդ, հայ տղամարդը, ով պաշտոնում չի աշխատել, բայց ինքը նվիրված է եղել ժողովրդին։ Ինքը այդքան բարերարությունը կատարել է, առանց պաշտոնի, այսինքն նշանակում է ինչ, նշանակում է, որ ինքը ժողովրդական, ժողովրդասեր, հայրենասեր, բառից բուն իմաստով հայ տղամարդ է։ Շատ շնորհակալ եմ, Մայրիկին։ Շատ շնորհակալություն ձեր հայրենասիրության, ձեր ժողովրդասիրության, ձեր նվիրվածության, հայ ազգին, արդեն գիտենք, ապագայում էլ ինչերի ես լինելու ընդունակ։ Ձեզ առողջություն եւ ինչպես արցախցին կասի, 100 տարի կյանք առանց ուֆի։ Շատ շնորհակալ Մայրիկին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այս օրհասական պահին եկաք ու կանգնեցիք մեր եկեղեցու, մեր հայ ազգի կողքին, ինչ ռազմավարական քայլեր է պետք անել այսօր, որ ունենանք իրական տնտեսական աճ եւ ունենանք նոր ներդրումների հոսք։ Մենք ունենք հնարավորություն, դա ամենակարևորն է, ունենք ահավոր մեծ ցանկություն, ահավոր, դուք պատկերացնում եք, ես կյանքում ինչի ուզեցել եմ, դրան հասել եմ։ Հիմա իմ պատվի հարցն է, հիմա երկիրը հասցնել դրան։ Ես ամեն ինչ ուզեցել եմ ու ստացվել է։ Հիմա էլ մեր երկիրն ենք հասցնելու դրան։ Տնտեսության մասով դուք կարող եք
չկասկածել։ Այն երկու պարը մի քիչ չգիտեմ, կստացվի մոտս թե չէ, բայց տնտեսությունը հաստատ մենք զարգացրել ենք։ Էդի թողելու ենք այն ուրախ ավտոբուսը երկերու պարեն, բայց լորի չենք թողելու, նայեք, թող Ձեզ պարոն Կարապետյան, ես ներկայացնում եմ Ստեփանավանի կաթնաղբյուր համայնքը եւ տեղյակ եք, թե ինչքան կտրված է մեր գյուղը։ Ամեն ինչից կտրված երեխեքը ընդհանրապես ոչ մի բացի կրթությունը ոչ մի բանից չեն օգտվում։ Օրինակ կուզենայինք, որ մեր համայնքում լիներ ինչ-որ խմբակներ երեխաների համար, որպեսզի փողոցից կտրվեն եւ աշխատանք գոնե ծնողների համար, որպեսզի կարողանանք այդ երեխաներին մարդավարի պահել։ Դա միակ ձևն է։ Այո։ Եվ այդպիսի վիճակում դուք իմացեք, Հայաստանում կա 900 գյուղ, չէ՞։ Եվ բոլորն են այդ վիճակում։ Ոչ մեկը չի մտածել, ես որ ասում եմ մարդը այս իշխանության համար 0 է եղել եւ 0 էլ կա, դրա մասին եմ ասում։ Իրենք ամեն ինչի մասին մտածել են, մտածում են, իրենց գրպաների մասին, նորմալ լցրել են այս ընթացքում, ամեն ինչ արել են, երկել, պարել, բայց մարդկանց մասին ոչ մի օր չեն մտածել։ Մենք ամեն ինչ անելու ենք, կանխենք արտագաղթը, մենք ամեն ինչ անելու ենք, ապահովենք ներգաղթը, մենք ամեն ինչ անելու ենք կանխենք ադրբեջանցիների ներգաղթը։ Դա շատ կարևոր է։ Հիմա իրանք սկսել են թիտից բաներ անել, ինչ որ նոր խոսույթներ են բերում, որ այդպիսի բան չկա։ Դե չկա, ասում եմ, հել հայտարարի։ Ես կասեմ, էլ դու թույլ չես, ուրեմն գնում ենք առաջ։ Կարող ենք քեզ տանել, մի հատ գյուղ տալ, փոքր, բայց ամենաշատը, որ 50 մարդ ապրի։ Ուրախ ավտոբուսի անդամներին էլ տանենք, բնակեցնենք այդ գյուղը, թող այնտեղ նստեն, նվագում են, երգում են, պարում են, մեզ չխանգարեն։ Նախապես շնորհակալ ենք շատ։ Ես գյուղացի մարդ եմ, գյուղացի տղա եմ, գյուղի խնդիրները, դրա համար ես փորձել եմ մեր ձևով լուծեմ մեր գյուղի խնդիրը, հետո անցել ենք, որ մեր ձևով լուծենք Տաշիրի խնդիրը, հետո կանցնեինք մարզին, բայց դա շատ դանդաղ է, մեզ պետք է պետության հնարավորությունը, դուք կարող է չհավատակ, ինձ իշխանություն պետք չի, ես 35 տարի ավելի մեծ իշխանություն եմ ունեցել, քան Հայաստանի ղեկավարը, ինձ պետք է հնարավորություն, պետության հնարավորությունները, որ կարողանամ օգտակար լինեմ մեր մարդկանց։ Շնորհակալ եմ շատ։ Նույնիսկ բանտի խցում ես ավելի շատ իշխանություն ունեի, քան ինքը։ Շնորհակալ եմ շատ։ Արցախի հանրապետությունում ես գյուղատնտեսության մեջ ունեցել եմ բոլոր բնակավարում խոշոր բիզնես։ Ալավերդի քաղաքից մինչև Բագրատաշեն ընկած այդ 3000-4000 հեկտար վարելահողերը, եթե մենք հիմնադրում ենք նռան այգիներ, բայց այնտեղ նվաճում, այո, կառաջարկեի Ալավերդու քաղաքում կառուցել գործարաններ, Չիրի գործարան, նռան սոկի, նռան արաղի գինու գործարան եւ նռան կլեպից կոշիկի քսուկի գործարան։ Ես պահեստազորի սպայ եմ նաև իմ զինվորների կոշիկները միշտ պլպլում էր, քանի որ նռան կլեպից միշտ քսուկ էինք ստանում զինվորների կոշիկները մաքուր լինելու համար։ Շատ շնորհակալություն։ Ես այնց հասկացա, որ մենք արդեն լավ բիզնես ունենք։ Պատկերացնեք մեր ազգության մեջ ինչքան տաղանդավոր, գիտակից մարդիկ կան, աշխարհ տեսած մարդիկ կան մեր Սփյուռքում։ Մենք բոլորի պոտենցիալը պետք է օգտագործենք։ Մենք իրար հետ դա անելու ենք։ Դուք մենակ վստահ եղեք ձեր առաջարկության վրա։ Եթե դուք վստահ եք, շատ արագ մենք հրավիրելու ենք, ամեն ինչ ուսումնասիրելու ենք, արագ անելու ենք։ Մեզ դա շատ անհրաժեշտ է, մեր գյուղերը զարգացումը շատ կարևոր է, մենք ամեն ինչից կարող ենք խոսել,
ամեն ինչից ասեք, կարող եմ ձեր հետ խոսել, բայց մեր գլխավոր խնդիրը լինելու է մեր գյուղերի զարգացումը։ Փաշինյանի ընկերը ուշադիր նայելու է ցանկացած գյուղի։ Հենց ազատեցինք Ախմեդն ու Ալասկյարը եկուց կանգնած են այդ գյուղում։ Մի կասկածեք։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, լինել ձեր հետ նույն քաղաքի բնակիչ, դա իմ համար հպարտություն է միշտ։ Հույսով եմ հիմա էլ նույն թիմում ենք։ Իհարկե, ուրիշ ձև չէր կարող լինել, մեր ձևով, պարոն Կարապետյան։ Ուրեմն, այս 10 ամիսների ընթացքում միշտ ուզել եմ մի հարց։ Ո՞նց եք, պարոն Կարապետյան։ Շնորհակալություն, շատ լավ, շատ մարտական։ Ձեր հանդեպ կատարված այս անօրինական քայլերից հետո արդյոք ինչ-որ բան փոխվել է ձեր մեջ։ Դառել եմ ավելի մարտական։ Մենք ձեր հետ։ Եվ ցանկանում եմ, որ դուք բոլորը դառնաք ավելի մարտական, որտեղ առաջիկայում մենք ունենք լուրջ խնդիր, լուծենք մեր պետության անվտանգության, տնտեսության բոլոր խնդիրները։ Դա լուծվում է ընդամենը 1 օրում, հունիսի 7-ին։ Մենք ուժեղ ենք, պարոն Կարապետյան, մենք հզոր վարչապետ ենք ունենալ։ Շատ շնորհակալություն։